Սեքսը բնական հակադեպրեսանտ է։ Գիտնականները պարզել են, որ սեռական ակտի ժամանակ արտադրվում են էնդորֆիններ, էնկեֆալիններ, ինչպես նաև օքսիտոցին։ Սրանք հորմոններ են։ Հորմոններ, որոնք լավացնում են տրամադրությունը, նվազեցնում տագնապայնությունը, ստեղծում նպաստավոր պայմաններ սեռական ակտը ավելի բարեհաջող անցկացնելու համար։ Դե ինչ, այստեղից անենք հետևություն, որպեսզի զերծ մնանք դեպրեսիաներից ու տագնապներից, ինչ պետք է անենք, իհարկե, հաճախակի ապրենք սեռական կյանքով։ Մեր գիշերային զրույցներում մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք սովորաբար լռում եք։ Բարի քեզ գիշեր։ Ասում են, սերը սահմաններ չի ճանաչում, բայց երբ խոսքը հայի եւ օտարի միության մասին է, սրտի ընտրությանը միանում են ազգի եւ արյան հարցերը։ Մեր այսօրվա գիշերային զրույցի ընթացքում մենք խոսելու ենք խառնամասնությունների մասին, փորձելով պարզել, արդյոք գեներն ունեն ազգություն, թե ոչ, եւ ինչի են հաճախ մարդիկ վիճում տրվելով զգացմունքներին։ Մեր այսօրվա հյուրն է բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ գենետիկ, Երևանի Պետական բժշկական համալսարանի բժշկական գենետիկայի ամբիոնի դասախոս Արտյոմ Գասպարյանը։ Պարոն Գասպարյան, բարի քեզ գիշեր, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, փորձենք լուսաբանել այս հետաքրքիր եւ ընդհանրապես քիչ լուսաբանված թեման։ Լուսաբանենք։ Բժիշկ Գասպարյան, մեր զրույցը եկեք սկսենք մի հարցից, որը հաճախ վեճերի առիթ է տալիս եւ շատ հաճախ նույնիսկ չի գտնում իր վերջնական պատասխանը։ Մաքուր արյուն, արյունը խառնել եւ այլն։ Վստահ եմ դուք ձեր պրակտիկայում հաճախ եք դա լսում։ Եկեք փորձենք գիտականորեն բացատրել։ Վերջի վերջո ինչ ասել է մաքուր արյուն, խառն արյուն եւ ընդհանրապես ինչ է ասում այս մասին ժամանակակից գենետիկան։ Նայեք։ Մաքուր գեն նաեւ ասում են, խառը գեն։ Մաքուր գեն ասելով պետք է չտրվել զգացմունքներին ու հասնել ծայրահեղության։ Մենք պատմության մեջ մեկ այդպիսի դեպք ունեցել ենք, երբ որ նացիստական Գերմանիայում փորձեցին մաքրել իրենց ազգը եւ մեծ սկսվեց կիրառվել եվգենիկա հասկացողությունը։ Իրանք ընտրություն էին անում արիացիներ եւ այլ ազգեր եւ այդտեղից շատ մարդկանց տարան դեպի համակենտրոնացման ճամբարներ։ Դա մի քիչ ծայրահեղական է, մաքուր արյուն հասկացողությունը բացարձակ այդպիսի գաղափար չկա, որովհետև դա փակ պոպուլյացիա պետք է լինի, եւ այդ պոպուլյացիան մենակ առնչություն սերունդների հաջորդականությունը պետք է լինի միայն այդ պոպուլյացիայում։ Եվ դա կբերի շատ մեծ հիվանդությունների, ժառանգական հիվանդությունների հայտ գալուն։ Մենք այդպիսի հիվանդության հետ առնչվում ենք, մեր ազգը առնչվում է անձինս պարբերական հիվանդության հետ կապված, դա էլ կապված է նրա հետ, որ մենք պատմությունից միշտ շրջապատված ենք եղել ոչ բարեկամ ազգերով եւ միշտ ամուսնություններն եղել են պոպուլյացիայի ներսում։ Օրինակ տվյալ գյուղի աղջիկը միշտ ամուսնացել է տվյալ գյուղում կամ մաքսիմում կողքի գյուղ։ Եվ դա բերել է նրան, որ մենք ռեցեսիվ գենով պայմանավորված շատ հիվանդություններ ունենք, հանձինս պարբերական հիվանդությունը։ Դա մեկ։ Այս որ ասում են մաքուր արյուն պահելը, դա ունի իր բացասական կողմերը, հանձինս շատ ժառանգական հիվանդությունների հայտ գալով։ Նույնը հայրազգի մեջ աշկենազի ցեղի հերաների մոտ նույնպես տարածված է հիվանդություն, որ միայն այդ ցեղի շրջանակներում է։ Ժառանգական հիվանդություն, որտեղ իրենք նույնպես պոպուլյացիայի մեջ են ամուսնանում։ Ուրիշ նույն այդ ցեղի ներկայացուցիչը ուրիշ ցեղի ներկայացուցիչի հետ չի ամուսնանում։ Դա բերում է այդ հիվանդության հայտ գալուն եւ զարգացմանը։ Որքանով ես գիտեմ, բացի մեզանից, այդ հիվանդությամբ նաեւ տառապում են պարսիկները եւ գուցե այլ անվանում ունի, բայց դրսևորումը նույնն է։ Նայեք, եւ ոչ միայն պարսիկները։ Տվյալ հիվանդությունը տարածված է այլ անունը, հետեւյալն է միջերկրածովային տենդ, որի որ ազգերն են դրանով տառապում։ Արաբները, հերաները, հույները, հայերը, պարսիկները,
բոլոր այն բաներ թուրքերը նրանց մոտ նույնպես։ Եվ պատճառը դարձյալ նույնն է։ Դարձյալ մեր մոտ փակ պոպուլյացիայի հաշվին է, նրանց մոտ միջ ազգակցական ամուսնությունների հաշվին է։ Երբ որ ռեցեսիվ գեներն ավելի հաճախ են իրար հանդիպում։ Որպեսզի ավելի հասկանալի լինի մեզ հետևողներին, եկեք բացատրենք ինչ ասել է ռեցեսիվ գեն։ Նայեք, վերցնենք մեր պարբերական հիվանդությունը։ Ինքը ռեցեսիվ գենով պայմանավորված, ինքը դոմինանտ չի։ Ռեցեսիվ գենով պայմանավորված հիվանդությունը։ Երբ որ երկու ռեցեսիվ գեն կրող մարդիկ իրար հանդիպում են միասին, հիվանդությունը ի հայտ է գալիս։ Ոնց որ երկու մինուս հանդիպեցին, դարձավ պլյուս։ Եվ նոր այդ դեպքում արդեն խնդիր է։ Նոր այդ դեպքում խնդիրը ի հայտ կգա։ Իսկ մինչև երկու գենակիրների հանդիպումը ամեն մեկը կրում է իր համար եւ ընդհանրապես համարվում է գենակիր, որը կլինիկական արտահայտվածություն չունի։ Գանգատի տեսքով։ Մյուս մտավախությունը, պարոն Գասպարյան, որը հաճախ էլի մենք լսում ենք, առնչվում է երեխաներին, որ երեխան գուցե ժառանգի այդ գենը, շատերը ասում են 50-50 գուցե կարող է լինել եւ արդյոք այս դեպքում ինչ է ասում ժամանակակից գենետիկան կոնկրետ հենց երեխաներին փոխանցվելու առումով։ Եթե ընտանիքում կարգվեն ֆիքսված դեպք, բարձաբանումը մցրածը կամ ընտանիքի ծնողներից որևիցե մեկը հիվանդ է, կարող են իրենք կատարել մտավախությունը փարատելու համար նախա ամուսնական հետազոտություն, նախա ծննդյան հետազոտություն եւ հետծննդյան հետազոտություն բարձաբանելու համար երեխան ժառանգել է տվյալ խնդիրը թե չի ժառանգել ոչ միայն բարբերական հիվանդության հետ կապված, այլ նաեւ այլ հիվանդությունների հետ կապված, որոնք կան կամ նկատվում են տվյալ ընտանիքում կամ տվյալ տոհմի մեջ։ Պարոն Գասպարյան, շատերին է մտահոգում հատկապես օրինակ խառնամուսնությունների պարագայում տոկոսային բաշխումը, օրինակ եթե հայը ամուսնանում է օտարազգի ներկայացուցիչի հետ, ապա այս դեպքում երեխան ինչպես է ժառանգելու գեները, քանի տոկոսով է հայ լինելու, քանի տոկոսով ոչ հայ է լինելու, թվեր են հնչեցնում, ինչ կասեք դուք։ Նայեք, ամեն ինչ պետք չի բացարձակացնել։ Աբսոլյուտ չափանիշներ բժշկության մեջ չկան, գիտության այս բժշկությունը այն գիտությունն է, որտեղ աբսոլյուտ թվեր չկան։ Եթե կոպիտ հաշվարկ անենք մայրը հայ է, հայրը այլազգի, երեխան ժառանգելու է իր մոր գենաֆոնդի 50%-ը։ Կոպիտ հաշվարկ ենք վերցնում, բայց թե մաման իր մեջ ինչ գեներ է կրում, դա միայն հետազոտությունից հետո Պարզ կլինի։ Պարզ կլինի։ Ամեն դեպքում 50-50-ի օրենքը գործում է։ Կոպիտ հաշվարկ։ Պարոն Գասպարյան, մեր հաղորդումը նաև ունի մի կարևոր առաքելություն՝ կոտրել միֆեր, կարծրատիպեր։ Եվ այս հարցը հենց այդ շարքից է։ Շատ հաճախ ենք լսում, երբ ասում են, որ օրինակ երեխան ինտելեկտը ժառանգում է մորից, մայրական գեներն են խոսում, կամ օրինակ որևէ հիվանդություն ասում են, այ սա մոր գենում կար, նույնը նաև հոր առումով որոշակի, այսպես ասած, օժիտաբաժին է հասնում։ Ինչ է ասում ժամանակակից գենետիկան։ Լավ, եկեք հակառակ կողմից գանք, ես հիվանդություններից սկսենք, հետո վերադառնանք ինտելեկտին։ Թեկուզ ինտելեկտը նույնպես հիվանդությունները մարդիկ եթե ընտանիքում կա ժառանգական նախատրամադրվածություն։ Այդ բոլոր միֆերը կոտրելու համար առաջին եթե այն բոլոր մարդիկ, ովքեր ուզում են կամ կարդացել են ինչ-որ մի տեղից տվյալ բաներ են կարդացել, ուզում են դրանից զերծ մնան, պետք է անցնեն նախամուսնական խորհրդատվություն։ Նախամուսնական խորհրդատվությունը իրենց ինչ է ներկայացնում կոնկրետ գենետիկի մոտ։ Այդ ժամանակ կազմվում է տոհմածառ։ Տոհմածառում նաև սկսում է փնտրվել տվյալ ազգում, տվյալ տոհմում առավել տարածված գենետիկական խնդիրները կամ առավել տարածված հիվանդությունները, որոնք ժառանգաբար փոխանցվում են։ Միայն այս պոզիցիայից ելնելով, այդ գիտական մոտեցումից ելնելով կարելի է փարատել միֆեր, կոտրել կարծրատիպել, թե հիվանդությունը կժառանգի, թե չի ժառանգի,
այս հիվանդությունը մամաներն են տալիս, այն մյուս հիվանդությունները պապաներն են տալիս կամ մտավոր ունակությունները կախված է մամայից կամ պապայից, ամեն ինչը կախված է գեներից։ Եթե ազգում կան հաճախ հանդիպող մտավոր եւ ֆիզիկական խաթարումներով մարդիկ կամ երեխաներ են եղել, հաճախ հանդիպող այս կամ այն ժառանգական հիվանդություններ, քրոնիկ սիստեմային հիվանդություններ, այդ ամենը իր դերը, իր հետքը թողնում է տվյալ գենոֆոնդի վրա։ Եվ դրանով է պայմանավորված ապագա երեխան ինչ կժառանգի։ Կա այսպես բացարձակ առողջ ծնողներից կարծանվի երեխա եւ իրան տեղադրեն մի հատ միջավայր, որ այդ երեխայի հետ ոչ մեկ չաշխատի, ոչ մեկ չզբաղվի, իր կրթվածության վրա ոչ մեկ չաշխատի, երեխան կարող լինի մտավոր հետամնաց։ Խոսք էլ չունենա։ Դա կապ չունի, եթե միջավայրն է նույնպես ձևավորում է անձին, ինդիվիդի իր վարքը, իր ինտելեկտուալ ունակությունները, միջավայրը իր ազդեցություն ունի։ Միջավայրը ընտանիքից է սկսում։ Ծնողները եթե զբաղվում են, ժամանակ են տրամադրվում երեխայի հետ աշխատանք են տանում, երեխան կունենա բարձր ինտելեկտ։ Եթե ծնողները չեն զբաղվում, երեխան մնում է ինքնահոսի, կունենա այն ինչ որ կունենա։ Այսինքն այս դեպքում չափազանց կարևոր է եւ նախամուսնական խորհրդատվությունը, բարձելու հետագա խնդիրներ կարող են լինել թե ոչ, իսկ հետագայում արդեն երեխայի լույս աշխարհ գալուց հետո անընդհատ աշխատանքը երեխայի հետ։ Այո, քայլ առ քայլ, տարիքային, ամեն տարիքային խմբի ժամանակ երեխան որ տարիքային խումբը կհաղթահարի, այդ տարիքային խմբում ինչեր պետք է անի։ Հիմա շատ է տարածված, երեխաները դեռ փոքր են, գադջետներ են տալիս երեխաներին, ու դա իր բացասական ազդեցությունն է ունենում։ Շատ երեխաներ կան մանուկ հասակում, մինչև դպրոցական հասակը, ասում են, ինչ լավ հաշվել գիտի անգլերենով, ինչ լավ կարդալ գիտի, տառերը գիտի, հետո դպրոցում իրեն խնդիրների առաջ են կանգնում այդ երեխեք, իրանց հետաքրքիր չի։ Իրանք կոնֆլիկտի մեջ են մտնում արդեն ուսուցչի հետ, ինձ հետաքրքիր չի, մասնիկ գրել է, ես արդեն գրել գիտեմ, ես տառերը գիտեմ արդեն։ Դա ստրես է երեխայի։ Ամեն տարիքային խմբում երեխան պետք է անի այն, ինչ որ այդ տարիքային խմբին բնորոշ է։ Սոցցանցերում տարածված տարատեսակ միֆերը, որ այս հատկանիշը կամ այն հատկանիշը որևիցե ծնողից է փոխանցվում, դա հիմնավոր չի։ Դրան հիմնավորելու համար, ոնց որ քիչ առաջ խոսեցինք, ընտանիքը պետք է անցնի խորհրդատվություն, եւ խորհրդատվությունը միայն կարող է հստակություն մտցնել տվյալ խնդրի մեջ։ Ասեկոցների մակարդակի վրա կատարված եզրակացությունները չունեն հիմք, գիտական հիմք, իր ոնց որ բան չունեն իրանք, եւ դրանով առաջնորդվել եւ պիտակավորել մարդկանց, դա սխալ մոտեցում է եւ բամբասանքների մակարդակից այն կողմ չի գնում։ Պարոն Գասպարյան, արդյոք գոյություն ունի հայկական գեն հասկացությունը։ Շատ հաճախ ենք մենք լսում այդ արտահայտությունը։ Դա ինչ է, գեների որոշակի հաջորդականություն է եւ ինչ որ ձևով գուցե առանձնանում է, կան հետազոտություններ, որոնք դա փաստում են կամ հերքում են, եւ ինչն է մեր դիմանկարը գենային առումով այդպես առանձնացնում։ Եվս մեկ միֆ։ Ահա, բարձվեց եվս մեկ միֆ։ Եթե նորից մենք գնանք այդ ուղղությամբ, մենք արդեն չենք զիջի աներին նացիստական Գերմանիայում գտնվող նացիստներին, որովհետև նրանք արիացիներ էին ամեն ինչին վերացում, իրանք մենք էլ հայուգեն ենք տնում դրա անունը։ Թեկուզ մենք արիացի ենք, բայց բացարձակացնել, որ հայուգենով է պայմանավորված այս հատկանիշը, հայուգենով է պայմանավորված այն հատկանիշը, տենց չկա տենց հստակություն, որ կար մի հատ էթնիկ խումբ, որ մենք ունեցել ժամանակին կատարվեց մեծ հետազոտություն, հետազոտվեցին Հայաստանում, Հայաստանի տարբեր ռեգիոններում ապրող մեր ազգաբնակչության գեները ստուգվեց,
Վրաստանում ապրող մեր հայրենակիցներին ստուգվեցին, Արցախում ապրող հայերին ստուգվեցին եւ փորձեցին գտնել ընդհանրություն կա, նաեւ Թուրքիայում ապրող հայերից ընդհանրություն կա, բայց դա ոչ մեզ առանձնացնում է, ոչ մեզ դարձնում է յուրոհատուկ ինչ-որ մի ազգ, կա ընդհանրություն մեր մեջ։ Զուտ միայն։ Զուտ, ընդհանուր մեկ բան, որ մենք մեկ պոպուլյացիայի ներկայացուցիչներ ենք։ Հայաստանում ապրող հայերը դա մենք մոնոգեն ազգ ենք, մոնոգեն պոպուլյացիա ենք, մենք խառնված չենք, մեծամասնությամբ մենք մոնոգեն ենք։ Մենք միշտ պարտանում ենք, որ մենք հին ազգ ենք։ Ասում ենք, որ դարերի պատմություն ունենք, հազարամյակներ ենք անցել, ինչպես է դա ազդել կամ գուցե չի ազդել մեր գենոֆոնդի վրա, մեր պատմությունը։ Ունենք որոշակի դիտարկումներ այս հարցի կապակցությամբ։ Չէ՞ որ, ինչպես դուք նշեցիք, մենք մեկուսացված մոնոգեն ազգ ենք։ Իր ազդեցությունն ունեցել է մեր ազգի վրա, թե դրական, թե բացասական առումով, այդ անդադար ասիմիլյացիայի արդյունքում, ինքնամաքրման արդյունքում տարբեր դրական էֆեկտ ունի։ Եվ նաև բացասական էֆեկտ տարբեր հիվանդությունների հետ կապված։ Մենք ունենք հատկանիշներ, թե վերցնենք պատմական ակնարկով նայենք հին ժամանակներում ոնց են եղել եւ հիմա, կան հատկանիշներ, որոնք նույն են, մնում են, ասենց գենետիկ հիշողությամբ փոխանցվում են։ Ու կան նաև հիվանդություններ եւ լիքեվաներ, որոնք նույնպես փոխանցվում են։ Կա դες մի բան։ Պարոն Գասպարյան, այսպեսի մի հարց, որը շատ հաճախ ես ինքս եմ լսում, գենետիկ հիշողություն։ Մեր ազգին դա առանձնատուկ բնորոշ է, ինչ որ կա մի առանձնահատկություն այդ առումով, թե ոչ։ Չառանձնացնենք մեր ազգը, գենետիկ հիշողությունը բնորոշ է բոլորին, բոլոր ազգերին։ Եվ այդ կարա արտահայտվի։ Եթե օրինակ փորձնական դեպքը փորձի առումով օրինակ երեխան կտրված է իր պոպուլյացիայից տեղափոխված է ուրիշ տեղ կամ ուրիշ տեղ մեծացել, գալիս է որոշ տարիք, որոշ ժամանակ իր մոտ այդ հիշողությունը հայտ գալիս այս կամ այն ձևով։ Արդեն կարող ինքը լինի հասուն մարդ մեծ տարիքում, բայց դա կարա արտահայտվի թե դրական առումով, թե բացասական առումով, դա կարող արտահայտվի թե հիվանդությունների տեսքով, թե տարբեր ստեղծագործական ձևերով հայտ գա։ Կա տես բան։ Վերադառնալով պարբերական հիվանդությանը, կուզենայի հարցնել, խառնամուսնությունների պարագայում պարբերական հիվանդությունը ավելի հավանականություն կա, որ ավելի հաճախ, ավելի շուտ գուցե փոխանցվի, ավելի շատ արտահայտվի, որովհետև նման կարծրատիպ ևս կա, որ խառնամուսնությունների պարագայում գենետիկ հիվանդությունները ավելի շուտ են գլուխ բարձրացնում։ Պարբերականից սկսենք հետո։ Մենք ամեն օր հանդիպում ենք այդ նույն հարցին հանդիպում ենք, որովհետև շատերը հարց են տալիս կամ դիագնոզվելուց հետո, պարբերական հիվանդությունը հաստատվելուց հետո, ասում հիմա իմ երեխան պետք է անպայման ուրիշ ազգի աղջկա հետ ամուսնանա կամ իմ աղջիկը ուրիշ ազգի տղա հետ ամուսնանա, հարց եմ տալի ինչու։ Որտեղ որ պարբերականը չլինի իր մոտ։ Կապ չունի։ Մենք չգիտենք նույն օրինակ վերցնենք եթե ռուս ազգից է, մենք չգիտենք այդ աղջիկը կամ այդ տղան իր մեջ իր գենոֆոնդում ինչա բերելու իր հետ։ Որովհետև 7 սերունդի մեջ գրենք այդ գեներից մեկը ժառանգած լինի ու նույն պատմության կրկնություն լինի կամ երկու գենակիր իրար հանդիպեն կամ ավելի վատ հիվանդությանի հետ կա ուրիշ այսօր այդ մի քիչ սխալ մոտեցում այդ մեկ իսկ ինչ վերաբերում է խառնամուսնությունները իրանք լավ են առաջի սերունդի համար երկու տարբեր ազգի պոպուլյացիայի մարդիկ հանդիպեցին իրար ամուսնացան ծնված սերունդը կոչվում է միտիս ինքը լավն է բայց երբ որ ինքն է սերունդ տալիս իրանք ունենում են լիքը խնդիրներ օրինակ եթե ամուսնանում են սևամորթ եւ սպիտակամորթը իրանց երեխան մուլատ
դա միտիս է ինքը լավ գենաֆոնդ ունի, բայց երբ որ այդ մուլատը կամ ուսնանալու սերունդ կտա, իր սերունդը խնդիր ունենալու, դա ապացուցված փաստ է, իրանք ավելի թույլ են, թե գենետիկական առումով, թե ժառանգական հիվանդությունների առումով իրանք թույլ են, ոչ կայուն վիճակը իրանց մոտ կարա ավելի հաճախ տարբեր այս կամ այն հիվանդությունները, որոնք եղել են ծնողների մոտ, տատիկ-պապիկների մոտ դրսևորվեն։ Այսինքն հաջորդ սերունդը հարվածի տակ է այս դեպքում թորնիկները սերունդի խնդիր կունենան։ Պարոն Գասպարյան, այնուամենայնիվ, եթե փորձենք մոտենալ կենսաբանության տեսակետից, խառնամուսնությունները ունեն կենսաբանական ինչ-որ առավելություն, թե ոչ։ Կենսաբանական առավելություն, ոնց որ քիչ առաջ ասեցի, երբ որ խառնվում են երկու տարբեր պոպուլյացիաների մարդիկ, ստեղծում են նոր ինչ-որ մի բան, նոր գենաֆոնդ է ստեղծում տվյալ ընտանիքում։ Ավելի թարմ։ Հա, իրանք, օրինակ, եթե վերցնենք սպորտի մեջ նայենք, նույն ամերիկյան բասկետբոլային թիմերի մեջ որ նայենք, մեծ են արդյունքներ ունեցողները, իրանք բոլորը միտիսներ են, խառնամուսնություններից ծնված մեծամասնությունը, իրանք ավելի դիմացկուն են, իրանք ավելի տվյալ ֆիզիկապես ավելի կայուն են, այդ առավելություն կարա լինի։ Այդ միայն բայց այդ առաջի սերունդը թե մտավոր թե ֆիզիկական իրանք առավելություններ ունեն, բայց իրանց սերունդի մոտ արդեն մի քիչ սկսվում է։ Պարոն Գասպարյան, եթե փորձենք ավելի ընդհանրացված նայել, բարձ անհատական դեպքում հասկացանք ինչ է լինում, իսկ եթե ավելի լայն նայենք, օրինակ ազգային մակարդակով, ինչ է դա տալիս մեզ։ Անհատական առումով անհատակապես առավելություն կլինի տվյալ ընտանիքի համար, բայց ազգի եւ ժողովրդի մակարդակով մենք կորստում ենք, մենք այդտեղ չենք շահում, կորստում ենք, այդտեղ ձուլում է գնում, ձուլվում է ազգը, ձուլվում է այլ ազգի հետ, ու մենք ունենում ենք խառը, ռուսների մոտ մի հատ լավ բառ կա, պոլուկրովկա, մենք ունենում ենք ձուլված ազգ, կիսատ, ամեն ծնողը իր բանն է ասելու, այդ երեխեն, եթե վերցնենք գաղափարախոսություն, ազգային մտածելակետ, ազգային գաղափարախոսություն, որ ծնողը դոմինանտ եղավ, այդ ուղղությամբ էլ տանելու է իր երեխային, այդ երեխան բան անելու, ազգային մտածելակերպ, պատկանելություն, տվյալ ազգի պատկանելություն ինքը սկսելու է կորցնել։ Ինքը ձուլվելու է տվյալ ազգի, տվյալ դոմինանտի հետ է ձուլվելու եւ փոխվում է նկարագիրը փոխվելու է, պոպուլյացիոն նկարագիրը։ Անցնելով սեռական առողջության հարցերին, փորձենք բարձել էթնիկ խմբերի խառնվածքը կարող է ինչ-որ կերպ ազդել սեռական կամ վերարտադրողական առողջության վրա, կան նման դիտարկումներ, թե ոչ։ Գենետիկ առումով նման բան չկա, բայց թե դա կապված է տվյալ ազգի կամ տվյալ պոպուլյացիայի խառնվածքի հետ, ինչ խառնվածք ունեն, եթե ավելի կրկոտ են, տաքարյուն են, իր ազդեցությունը ունենալու է, թե այդ ընտանիքի սեռական առողջության վրա։ Օրինակ միշտ հաճախ լսում ենք, ասում են, այ ֆրանսիացիները կրկոտ ազգ են, դա իրենց գենի մեջ նստած է, հայերի մասին մի քիչ ուրիշ բաներ են ասում։ Դա մշակութային եւ մշակութային մակարդակի ոչ գենային։ Ոչ, գենայինը չէ։ Ժողովրդի մեջ տարածված խոսակցությունները, որ տարբեր ազգի աղջիկները կամ տղաները իրենց ազատամիտ են եւ ազատ վարքագիծ ունեն, դա գենետիկորեն նախատարամադրված չի, ծագումնաբանություն չունի, դրա հիմքում նստած է մշակույթը եւ միջավայրի ազդեցությունը, տվյալ սոցիումի ազդեցությունը, որը ձևավորում է անձի սոցիալական պատկերը։ Դա կապ ունի, գենետիկական նախատարամադրվածություն դեռ չկա։ Ավելի շատ այդ սոցիումի ազդեցությունը անձի ձևավորման վրա, հոգեբանական պատկերի վրա։ Պարոն Գասպարյան, խառնամուսնությունների պարագայում հաճախ է խոսվում այսպես կոչված գենետիկ բախման կամ գենետիկ անհամապատասխանության մասին։ Ինչ է դա եւ կարող է դա հանգեցնել
սեռական կամ գուցե վերարտադրողական խնդիրների։ Եթե այդ տվյալ անհատները երկու անհատ տարբեր պոպուլյացիաներից չունեն քրոնիկ կամ ժառանգական հիվանդություններ, սեռական կյանքի վրա, վերարտադրողական առողջության վրա իրենք ազդեցություն չեն ունենալու, բացարձակ ազդեցություն չեն ունենալու։ Սերունդի վրա նույնպես լավ սերունդ կստացվի, ոնց որ քիչ առաջ խոսեցինք, բայց թորների մակարդակով խնդիր կլինի։ Ինչպես արդեն նշվեց, խառնամուսնությունների պարագայում կարող են նկատվել տարբեր տեսակի խնդիրներ, մասնավորապես բարդությունների տեսքով։ Անմասն չի մնում սեռական առողջությունը, հատկապես երբ գործ ունենք պարբերական հիվանդության հետ, որը եթե ժամանակին չարժանանա պատշաճ ուշադրությանը եւ պացիենտը չստանա անհրաժեշտ բուժումը, կարող է առաջացնել բազմաթիվ բարդություններ, այդ թվում նաեւ սեռական եւ վերարտադրողական։ Այդ խնդիրներից խուսափելու համար օգնության կարող է հասնել մեր հաղորդման գործընկեր Bonfarm ընկերությունը իր մեգապոտենցին լոնգ բուսական հավելման միջոցով։ Մեգապոտենցին լոնգը բացառապես բուսական է եւ իր բաղադրության մեջ ունի միներալներ եւ վիտամիններ, որոնք առանձնացված են եւ ընդունվում են առանձին, մի մասը առավոտյան, մյուս մասը երեկոյան, դա արդեն նշանակում է բժիշկը բուժման ժամանակ։ Մյուս առավելությունը նաեւ այն է, որ արդյունավետությունը նկատվում է բուժման հենց սկզբնական ժամանակահատվածում, ինչով պայմանավորված տղամարդկանց մոտ թե սեռական ցանկությունը եւ թե պոտենցիան շուտ կարգավորվում են։ Պարոն Գասպարյան, եւ վերջում մի ցավոտ հարց, որը վստահ եմ ձեզ հաճախ են տալիս։ Ինչ խորհուրդ կտաք բոլոր նրանց, ովքեր սիրահարվել են այլ ազգի եւ ընտրության առջև են կանգնել։ Ինչ անեն նրանք եւ ինչպեսի ընտրություն կատարեն, ելնելով իհարկե ժամանակակից գենետիկայի ցուցումներից, խորհուրդներից, հորդորներից։ Տվյալ մարդկանց հետևյալ խորհուրդը առաջինը անձնականից դեպի ընդհանուրը գնանք։ Թող իրենք մի հատ անցնեն խորհրդատվություն ամեն մեկը իր համար։ Պարտադիր, նախամուսնական։ Հասկանան ամեն մեկը ինչա կրում իր մեջ։ Ինչ հիվանդություններ, ինչ պլյուսներ եւ մինուսներ են կրում։ Հետո սառը ուղեղով չտրվել կրքերին եւ այդ խապուսիկ երևույթներին, այդ հասկանալ, ինքը պատրաստ է այդ ամեն ինչի միջով անցնել։ Ամուսնությունը դա ճանապարհորդություն է, որը տևում է մի կյանք։ Դա հասկանալ, դա իրանց ընտրությունը կմնա մինչև վերջ այդ մակարդակի վրա, որով իրենք նոր սկսում են այդ ճանապարհորդությունը։ Եթե այո, հնարավորինս կատարել բոլոր այն հետազոտությունները եւ այն կանխարգելիչ միջոցառումները, որ մաքսիմալ կարողանան ապահովագրեն իրենց եւ իրենց սերունդը։ Սա առողջական տեսանկյունից։ Եվ երկրորդը, ելնելով պատկանելության, կախված է ծնողը, թե մայր կլինի, թե հայր կլինի, որը կկատարի աղջիկը կամ տղան խառնամուսնություն, կարող է ինքը պահել իր ազգայինը, իր ինքնությունը չուրանալ եւ չկորցնել, չձուլվել եւ իր փոխանցել դա իր սերունդին։ Մենք շատ նման դեպքեր ենք ունեցել պատմության մեջ, որ տատիկներն են հայեր եղել, կամ մամաներն են հայեր եղել, կամ պապիկները եւ կարողացել են այդ ճիշտ ուղին պահել իրենց սերունդների մոտ։ Դա անհատի որոշումն է եւ անհատի գիտակցված որոշումն է եւ իր գիտակցության հաշվին է։ Եթե այդ ամենը մնում է միայն էմոցիաների եւ կրքերի մակարդակին, դա ուրիշ է, բայց եթե գիտակցված է այդ ամենը նպատակային է, գիտակցաբար են գնում այդ քայլին, դա կտա իր դրական էֆեկտը։ Շնորհակալություն թեման հանրամատչելի ներկայացնելու համար, վստահ եմ մեր հետևորդները իհարկե հաղորդում դիտելուց հետո կստանան բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք իրենց համար մինչ այժմ մնացել էին անհայտ։ Սեռական այբուբեն խորագրի ներքո ես պատասխանում եմ բոլոր այն հարցերին, որոնք դուք ուղարկում եք մեզ։ Շնորհակալություն ակտիվություն ցուցաբերելու եւ մեզ հարցեր հղելու համար։ Մեզ համար անչափ կարեւոր է ձեր վստահությունը։ Այժմ հարցը։ Բարև ձեզ, բժիշկ։
Շատերն ասում են, որ մեղրն ու պոպոքը միասին ուժեղացնում են սեռական ցանկությունը, բարձրացնում են պոտենցիան։ Իսկապես այդպես է, թե պարզապես տարածված խոսակցություն է։ Մեղրն ու պոպոքը նույն ինքը ընկույզը ունակ են որոշ չափով իհարկե ակտիվացնել սեռական ֆունկցիան, բայց պետք է նշել, որ սա զուտ միմիայն ժողովրդական մեթոդների հաշվին։ Իրականում, եթե անձը ունի սեռական խնդիր, մեղրի եւ պոպոկի օգնությամբ խնդիրը լուծելի չէ։ Բայց այնուամենայնիվ նշեմ, որ մեղրը համարվում է բնական աֆրոդիզիակ։ Ինչի աֆրոդիզիակը դրանք այն խթանիչներն են, որոնք մենք սննդի վիտամինների միջոցով օգտագործում ենք եւ դրանով իսկ բարելավում մեր առողջությունը, այս դեպքում սեռական առողջությունը։ Մեղրը հնուց ի վեր համարվել է բնական խթանիչ եւ տարբեր ազգերի մոտ օգտագործվել եւ մինչ օրս էլ օգտագործվում է նույնիսկ տարբեր ծեսերի եւ ավանդույթների ժամանակ։ Չմոռանանք նաեւ մեր հարսանեկան ավանդույթները, երբ հարսանեկի ժամանակ մեղրը հրամցնում են որպես պտղաբերության խորհրդանիշ։ Ինչ մնում է պոպոկին ընկույզին, այս դեպքում պետք է հաշվի առնել մի կարևոր բայց։ Բայցը հետևյալն է. ընկույզը օգտակար է միայն թարմ ու թաց վիճակում, այսինքն ամանորյա այն ընկույզը, որ շատերը ջանասիրաբար ռնդում են, որպեսզի լավացնեն իրենց սեռական ֆունկցիան, ոչ մի օգտակար հատկություն չունի, նույնիսկ ասեմ հակառակը, վնասակար հատկություններ ունի, առաջացնում է մարսողական խնդիրներ։ Հետևաբար այս ամենը հաշվի առնելով պետք է ցանկացած խթանիչ, աֆրոդիզիակ օգտագործել ճիշտ ձևով։ Մեղրն ու պոպոկը օգտակար են, բայց չափավոր, եթե իհարկե անձը չունի որևէ սեռական խնդիր։ Եթե անձը ունի լուրջ սեռական խնդիր, իսկ դրա պատճառները տարբեր են։ Օրինակ, եթե պոտենցիան խախտվել է անոթային խանգարումների հետևանքով, բորբոքումների, հորմոնալ պատճառներով, այս դեպքում ոչ մեղրը, ոչ էլ պոպոկը հրաշքներ չեն գործելու։ Սրանից զատ շատ տարածված է նաև պոպոկ եւ թթվասեր համադրությունը եւ հարցերը, արդյոք օգտակար են թե ոչ։ Դե պոպոկի մասին արդեն խոսեցինք, ինչ մնում է թթվասերին։ Ցանկացած սպիտակուցային սնունդ, եթե մենք գործ ունենք իսկական անարատ սպիտակուցի հետ, իսկապես ունի օգտակար ազդեցություն, առավելապես իհարկե վերարտադրողական առողջության առումով։ Բայց նորից եմ կրկնում, եթե անձը ունի լուրջ պատճառներ բժշկական եւ դրանից նրա մոտ առաջացել են տարբեր տեսակի խնդիրներ, ապա հույս ունենալ, թե մեղրը, պոպոկը կամ թթվասերը կլուծեն այդ խնդիրը, իհարկե անիմաստ է։ Սննդային կարգավորումից զատ բնականաբար պետք է մենք նկատի ունենանք, որ տղամարդը պետք է հետազոտվի, հայտնաբերենք պատճառները, թե ինչ պատճառով է նրա մոտ տուժել պոտենցիան եւ դրանից հետո արդեն անցնենք բուժման։ Իհարկե բուժման ժամանակ պարտադիր կարգավորում ենք նաեւ սննդակարգը։ Անձամբ ես վաղուց ի վեր կիրառում եմ այդ մեթոդը եւ դեղորայքային բուժումից զատ պարտադիր կարգավորում եմ թե քնի ռեժիմը, թե սննդակարգը, որը համալիր ձևով ժամանակի ընթացքում շատ արագ կարգավորում է տղամարդու սեռական առողջությունը։ Դեղորայքի առումով իհարկե ընտրությունը բավականին լայն է եւ եթե տղամարդու մոտ առկա են խնդիրներ, մասնավորապես պոտենցիայի խանգարում կամ վաղաժամ սերմնաժայթքում, ապա այս պարագայում կարող են օգտագործվել ինչպես բուսական, այնպես եւ քիմիական խթանիչներ։ Ընտրությունը արդեն մնում է բժշկին, ելնելով պացիենտի խնդրի վաղեմությունից եւ բարդությունից։ Տղամարդու սեռական առողջությունը շատ արագ կարգավորելու հարցում ընտրությունը դեղորայքի բավականին շատ է։ Մեզ կարող է օգնել օրինակ մեր հաղորդման գործընկեր Հայսամ ընկերության Տադաֆորտ եւ Դապոքսեցին դեղամիջոցները։ Երկուսն էլ նախատեսված են տղամարդու սեռական առողջությունը բարելավելու համար։ Տադաֆորտը նախատեսված է պոտենցիայի խանգարման բուժման համար, իսկ Դապոքսեցինը վաղաժամ սերմնաժայթքման բուժման համար։ Տադաֆորտը ունի երկու դոզավորում՝ 5 եւ 20։ 5-ը նախատեսված է ամենօրյա օգտագործման համար, իսկ 20-ը պլանավորված սեռական հարաբերությունից առաջ։ Դեղամիջոցը ունի բարձր արդյունավետություն եւ օգտագործելու արդեն իսկ սկզբնական ժամանակահատվածում տղամարդիկ արդեն նկատում են արտահայտված ազդեցություն։ Ի տարբերություն նախորդ սերնդի ներկայացուցիչների, Տադաֆորտը շատ ավելի արագ է ազդում եւ իր ազդեցությունը բավականին երկար է պահում։ Ինչպես նախ լավացնում է արյան շրջանառությունը եւ դրանով իսկ
կարգավորում է տղամարդու պոտենցիան եւ ազդեցությունը թողնում է մինչեւ 36 ժամ։ Դա նշանակում է, որ տղամարդը կարող է ունենալ կրկնակի, իսկ ցանկության եւ հնարավորության դեպքում նույնիսկ երակի սեռական հարաբերություն 36 ժամվա ընթացքում։ Դապոքսեցին դեղամիջոցը, ինչպես արդեն նշեցի, նախատեսված է վաղաժամ սերմնաժայթքման բուժման համար եւ նույնպես ունի բարձր արդյունավետություն։ Ունի երկու դոզավորում՝ 30 եւ 60։ Թե որ դոզավորումը կնշանակի բժիշկը, կախված է խնդրի վաղեմությունից եւ բարդությունից։ Երկու դեղամիջոցներն էլ ունեն կողմնակի հակացություններ, որոնց մասին բուժող բժիշկը պարտավոր է տեղեկացնել պացիենտին։ Երկու դեղամիջոցների համատեղ օգտագործման դեպքում տղամարդու սեռական առողջությունը շատ կարճ ժամանակահատվածում լիովին վերականգնվում է։ Ավարտվեց եւս մի գիշերային զրույց։ Վստահ եմ այն օգտակար էր։ Գտեք մեզ ATV եթերում, իսկ համացանցում դա կարող եք անել ցանկացած պահի, երբ որ ուզենաք։ Գտնելուց զատ մի մոռացեք տարածել մեր տեսանյութերը։ Դա շատ կարևոր է, դրանով դուք ավելի գրագետ եք դարձնում մեր հանրությանը։ Եվ մի կարևոր հանգամանք եւս, մի մոռացեք նաեւ հավանել մեր տեսանյութերը։ Շնորհակալություն մեզ վստահելու համար։ Մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք ուզում եք լսել։ Մինչ հաջորդ գիշեր։